Այն ամենից հետո ինչ անում է Փաշինյանը, հունիսի 7-ին նորից կստանա ժողովրդի քվեն։ Չէ, ասեմ, եթե մաքուր ընտրություն գնա, մաքուր, դա 100%-ով չէ։ Իսկ եթե կեղտոտ գնաց, 1,000,000%, ասեք Փաշինյանը սենց ամենից եք ասում ամենից, եթե քշում ես բռնում, վերի խաբու իրենն է, վերին ուժու իրենն է։ Հիմա այսօր դու բանի նախարար ես, սոցիալ ես, ասում է աշխատողներից մեկնի։ Մեր քույրիկը արդարադատության նախարարը, ասում է մեկնի։ Ես գյուղատնտեսության նախարարը եմ, ասում է մեկնի։ Ես մեկես զինված ուժերի նախարարը, ասում է մեկնի։ Հիմա եկած տակին հայ մնաց։ Մեզ նապաստակներ պետք չեն։ Մի օր լավարույցի կյանքով ապրես, չեմ կա 100 տարի շակալի կարգով։ Իմացար, ինքը այդ շակալներից է։ Հեսա 7-ից հետո արդեն ինքը կարող ստեղել չի։ Խաղերատան բաժանվում է, այս մեկանը, ինչի իմ ընտանիք փախցնում հաստի, որ ինքն էլ փախնի։ Եթե դրան նորից ընտրեց գիտա որ ամենաստոր, ամենադավաճան մարդն է։ Ես քիչ առաջ ասի 75 տարեկան եմ։ Ես հələ ձևի դանգլա ղեկավար տեսաշ։ Այդ ձևի դանգլա ղեկավար տեսաշ։ Ոչ, որովհետև ոչ մի արդյունք չի տամ ժողովրդին։ Ինչ արդյունք հա տամ ժողովրդին։